մեդիայի Ռենյուս լրատվականը շարունակում է աշխատանքը ուղիղ եթերում, ես Սոնա Թումանյանն եմ։ Առանց ավելորդ աղմուկի մենք շարունակում ենք թարմացնել աշխարհի լրահոսը ամենօրյա ռեժիմով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին աշխատանքային այցը Թուրքիա կարելի է սկսված համարել։ Վարչապետը ժամանել է Թուրքիա։ Ստամբուլի միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերիս Էչինջին։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հայաստանի պատվիրակության կազմում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Երևանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը եւ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Այցի հստակ օրակարգը պարզ չէ։ Միայն հայտնի է, որ Ալիև-Փաշինյան հանդիպում տեղի չի ունենա։ Ադրբեջանի նախագահը Թուրքիայում էր 3 Մինչև Հայաստանի վարչապետը ճանապարհվում էր Թուրքիա, Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը գրակ է բացել Սյունիքի մարզի ներքին հանդի ուղղությամբ, վնասելով բնակելի տուն։ Ըստ հաղորդագրության տուժածներ չկան։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել ներքին հանդում բնակելի տան գնդակոծման փաստը եւ հրապարակային պարզաբանումներ տալ։ Ադրբեջանից արձագանք դեռ չկա։ Նստաշրջանի ավարտին ազգային ժողովում ճեպազրույցներ են։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանին եւ Վլադիմիր Վարդանյանին լրագրողները հարցրել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մանրամասների Թուրքիայում հնարավոր քննարկման կամ ստորագրման մասին։ Նիկոլ Փաշինյանը հստակ նշել է, որ հանդիպում է ունեցել վերջերս անհետ կորած անձանց հարազատների հետ։ Հարցադրումներ են հնչել, այդ հարցադրումները պետք է հստակեցվեն, որ այդ հանդիպումները կունենան պարբերական բնույթ։ Ես ուզում եմ հավատացնեմ ցանկացած անձի, ով ունի անհետ կորած բարեկամ եւ հարազատ, որ որևիցե պետության համար սա ինչ-որ մի ձեռնտու իրավիճակ չի ունենալ անհետ կորածներ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հնարավորինս այդ անձանց վերաբերյալ տեղեկատվություն, նրան ճակատագրի հետ կապված տեղեկատվությունը դառնա վերջնական, հասանելի եւ ավարտական։ Վերջին օրերին պարզ դարձավ, որ այո, Հայաստանը իրանցիների եւ այնտեղ գտնվող օտարերկրացիների համար փրկողակ է։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հորդորել է հարևան ժողովրդի նկատմամբ բարձր հարգանք եւ մեծ ուշադրություն դրսեւորել։ Աբրահամյանը չի շրջանցել հայ եկեղեցուն վերաբերող վերջին զարգացումները, շեշտելով, որ կատարվողը ոչ միայն դատապարտելի է, այլև ազդեցություն է ունենալու քաղաքական եւ հասարակական կյանքում։ Աբրահամյանը, ինչպես եւ Տեր Վարդանյանը, արձագանքել է անհետ կորած ինձարայողների բողոքի ակցիային։ Թվում է, թե շատ պարզ հարցադրումներ ունեն մարդիկ, միջև այս պահը, միջև ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանի ազատ արձակումը, ողջ process-ը իրականացվել է նրա կողմից, նաև որոշակի հարցերով նրա անձնական երաշխավորման պայմաններում եւ այս մարդիկ ունեն պարզապես մեկ հարց. ով է ստանձնելու այդ process-ի շարունակականությունը, այսինքն հումանիտար հարցերի կարգավորման տեսանկյունից եւ ով է այս պահին պատրաստ պատասխանելու իրենց հարցերին։ Ցավոք 2-3 օր է այս մարդկանց պարզ հարցերի պատասխան չի տրվում։ Իսկ Հայաստան դաշինքից Աղվան Վարդանյանը պետություն եկեղեցի թեմային անդրադարձել է Վրաստանի հետ համեմատություն անցկացնելով, խոսել նաեւ բարիք ու չարիք գործողների մասին։ Մեծ մարդիկ բարիք են ստեղծում, բարիք են բերում, իսկ չարիք բերում են ոչնչությունները։ Նավել Կարապետյանի գործը կյանքի բոլորի աչքի առաջ է, միայն ստեղծել, միայն բարիք եւ Հայաստանում եւ Արցախում եւ ընդհանրապես իր միջազգային հեղինակությամբ եւ այն աջակցությունը, որ նա բերել է ոչ միայն հսկայական ներդրումներով տարբեր ոլորտներում, այլև պարզ հասարակ մարդկանց համար կատարած աշխատանքը վկայությունն է իր մեծության։ Դուք ինքներդ որոշեք ոչնչությունը ով է եւ ոչնչությունները
ովքեր են։ Այս վերջին շրջանի քայլերը այս մարդու նփին նկատի ունեմ շատ են հիշեցնում մեր հարևան երկրի նախկին նախագահի Սահակաշվիլու քայլերը։ Նա էլ իր վախճանը գտավ վրացական եկեղեցու դեմ պայքար սկսելով։ Եվ վրաց ժողովուրդը շատ կտրուկ, շատ միասնաբար հակադարձեց դրան։ Նա էլ երկար տարիներ ասում էր, բա գիտեք, այսպիսի մի միլիարդատեր կա, մեծահարուստ կա, որը հսկայական գործ է անում, Վրաստանում հսկայական ներդրումներ է անում, եւ արդեն իր իշխանության վերջին տարիներին սկսեց այդ մարդու հանդեպ հալածանք, փորձել ձերբակալել եւ այլն եւ այլն։ Նմանությունները եւ զարգացումները կարծում եմ շատ համընկնում են եւ վաղճանն էլ կարծում եմ այդպես է լինելու։ Հայաստանը այս պահին հարևան իրանցիների համար խաղաղության ապաստան է։ Վերջին օրերին շատ է քննարկում իրանցիների մեծ հոսքը Հայաստան։ Մեր թղթակիցը արդեն երկրորդ օրն է անցկացնում Իրանում եւ այս պահին մենք ունենանք ուղիղ միացում Մեղրիից։ Անի Հովհաննիսյանն է մեզ հետ, ողջույն Անի։ Անի, գիտեմ, որ բավականին ժամանակ ես անցկացրել անցակետում, կխնդրեմ ընդհանուր պատկերից որոշ նկարագրեր։ Սոնա, մենք առավոտյան ժամը 10-ի կողմերը ուղևորվեցինք Իրանի ու Մեղրիի անցակետ։ Կարող եմ նշել, որ մարդկանց հոսքը հասնում է մի քանի տասնյակների ընդամենը, այսինքն այնպիսի անկառավարելի եւ խնդիրներ առաջացնող լոգիստիկ կամ այլ առումներով խնդիրներ առաջացնող հոսք չունենք այս պահին։ Ինչպիսին է տրամադրվածությունը։ Մենք շրջել ենք Մեղրիում եւ կարող եմ Մեղրիից մի փոքր պատմել ձեզ, թե ինչպիսի տրամադրվածություն կա ընդհանուր քաղաքում։ Շրջել ենք տարբեր հյուրանոցներով, հյուրանոցներով, որպեսզի հասկանանք ինչպիսին է ծանրաբեռնվածության մակարդակը եւ արդյոք որևէ խնդիր է առաջացնում։ Մենք եղել ենք 4 հյուրանոցում եւ 1 հյուրատանը։ Անի Մենք եղել ենք 4 հյուրանոցում եւ 1 հյուրատանը եւ կարող եմ ասել, որ հյուրանոցներից 3-ի բոլոր համարները համարյա զբաղված էին, բայց սա պայմանավորված չէ Իրան-Մեղրի սահմանի անցակետով օտարերկրացիների հոսքով, այլ Հայաստանում եւ Հայաստանից կամ այլ երկրներից եկած տարբեր ներկայացուցչությունների։ Այսինքն այս պահին Մեղրիում ընդհանուր առմամբ վիճակը կառավարելի է եւ ինչ որ խոչընդոտներ չկան։ Այսօրերին հասցրել ես նաեւ մեղրեցիների հետ խոսել, թե ոչ, ինչպես են նրանք տրամադրված։ Այո, հասցրել եմ, հիմնականում խոսել եմ վարորդների հետ, ովքեր ուղևորների են փոխադրում, նրանց մեծ մասը հերքում են սակագների հետ կապված բարձրացման լուրերը, Մեղրի քաղաքում շրջել ենք, ինչպես ասեցի, շրջել ենք հյուրանոցներում, նրանք բավականին բարյացկամ են տրամադրված եւ ասում են հյուրանոցներից մեկում անգամ Իրանից եկած մի ընտանիքի անվճար համար էին տրամադրել։ Իսկ իրանցիների մոտ խուճապ կա, նկատվում է։ Չէ, Սոնա, իրականում իրանցիները բավականին հանգիստ են տրամադրված եւ նրանց մեծ մասը կարելի է ասել, որ Հայաստանը օգտագործում է որպես տրանզիտային երկիր, որևէ այլ երկիր մեկնելու համար։ Ես վերջին հյուրանոցում, որտեղ որ մենք եղանք, վերցրել եմ հարցազրույց Իրանի քաղաքացիներից մեկից, ով պատրաստվում էր ուղևորվել Օման։ Կարող ենք դիտել հարցազրույցը։ Մենք գնում ենք Օման, քանի որ թռիչքների հետ կապված սահմանափակում կար, որոշեցինք գալ Հայաստան։ Մենք պատրաստվում ենք առաջին իսկ հնարավոր թռիչքով հասնել Մոսկվա, որքան հնարավոր է շուտ։ Մենք մի շատ լավ մարդու հանդիպեցինք, հենց որ ժամանեցինք Հայաստան։ Շնորհակալություն ձեր հյուրընկալության համար։ Իմ ճանապարհորդությունը Իրանի հյուսիսից մինչև այստեղ, Մեղրի, տևեց մոտ 15-18 ժամ, քանի որ 1-2 ժամ էլ տևում է սահմանն անցնելը։ Անի, գիտեմ, որ նաև Իրանի հյուպատոսի հետ հանդիպում եք նախատեսում, ինչ փուլում եք, դեռ բանակցում եք, պայմանավորվածություն ձեռք բերել եք, թե ոչ։ Սոնա, նշեմ, որ Իրանի հյուպատոսի հետ մենք կապի մեջ ենք երեկվանից, փորձում ենք հանդիպման համար հարմար ժամ նշանակել։ Կարծում եմ կարելի է հասկանալ, քանի որ մի քանի ժամ հյուպատոսը գտնվում էր Իրանի կողմում եւ տարբեր խնդիրների հետ կապված այնտեղ
իր աշխատանքներ իրականացնում, նա բավականին ծանրաբեռնված ռեժիմով աշխատում է, իմ ունեցած տեղեկություններով հիպատոսը որոշ ժամանակ անց լինելու է Կապանում, մենք նույնպես ուղևորվելու ենք Կապան եւ կփորձենք հարցազրույց անցկացնել եւ ձեզ մանրամասներ տրամադրել այնտեղից։ Գործողությունների մասին իրանցիները, որոնց հետ հասցրել ես զրուցել, եթե իհարկե հասցրել ես որևէ մեկնաբանություն տալիս են, թե ոչ։ Իրականում Իրանից Հայաստան ժամանածների մեծ մասը կարելի է ասել խուսափում է քաղաքական թեմաներով որևէ հայտարարություն անելուց կամ որևէ հարցի պատասխանելուց։ Ես մեկնաբանություններ չեմ լսել իրենցից։ Որևէ մեկնաբանություն տալիս են, քննարկում են իրավիճակը։ Մեղրեցիները իրավիճակը քննարկում են, Անի։ Իրականում տեղացիները հիմնականում քննարկում են այն իրավիճակը, ինչը տիրում է անցակետում։ Այսինքն Իսրայել-Իրան հակամարտության կամ տարածաշրջանային էսկալացիայի հետ կապված այստեղ խոսակցություններ ես ինքս չեմ լսել։ Արձանագրել, որ ըստ էության անցակետում լարվածություն չկա, հոսքը բավականին հանգիստ մուտք է գործում Հայաստանի Հանրապետության տարածք։ Այո, Սոնա, կարող եմ նաև նշել, որ հյուրանոցների տերերի հետ երբ ես զրուցում էի, նրանք նշեցին, որ Իրանի Հանրապետությունում ինչ-որ տոների ընթացքում հոսքը ավելի մեծ է, քան հիմա, որ կա անցակետում, այսինքն իրենց ամանորի հետ կապված կամ կարծեմ Կարամ Բայրամ էր կոչվում այդ տոնի հետ կապված, նրանք 70 կամ 80 ավտոբուսներով գալիս են անցակետ եւ գալիս են Հայաստան հանգստանալու, այս պահին նմանատիպ հոսքերի մասին չեմ կարող ասել։ Ինֆորմացիայի համար, սիրելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ Անի Հովհաննիսյանը մեր թղթակից այս պահին գտնվում է Մեղրիում, արդեն երկրորդ օրն է մեր թղթակցական խմբի։ Մենք կհետևենք հետագա իրողությունների ընթացքին, հոսքի մեծացմանը եւ կներկայացնենք ձեզ հավելյալ ինֆորմացիա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույնիսկ չի ուզում մտածել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի սպանության մասին։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը Խամենեին հաջողություն է մաղթել, իսկ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը նշել է, որ Խամենեին իրենց թիրախում չէ, չնայած նրա վերացումը Իրանի ժողովրդի համար օգտակար եւ նշանակալի պատմական հետևանքներ կունենա։ Մինչդեռ նախորդին հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում էր, թե իրենց ռազմարշավի գլխավոր նպատակներից մեկը հենց այաթոլլահի վերացումն է։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կընդունի Իրանին հարվածելու վերաբերյալ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Reuters-ն էլ հայտնում է, որ Իրանը եւ Միացյալ Նահանգները արդեն ուղիղ բանակցություններ վարել են, սակայն Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին այս լուրը չի հաստատում Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին։ Նա նշում է, որ այս ամենը ասեկոսեների արդյունք է, իսկ Միացյալ Նահանգներին անվանում է մեղսակից։ Իրано-իսրայելական հակամարտության վերջին թարմացումներին ծանոթանանք մեկ տեսաշարով։ Իրան-Իսրայել հրթիռային պատերազմի 8-րդ օրը համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնցում ըստ Ալ Ջազիրայի պայթյուններ են որոտում այն վայրում, որտեղ հնարավոր է գտնվում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի բունկերը։ Տարածվող ենթադրություններին Թեհրանը դեռ պաշտոնապես չի արձագանքել։ Այս խոսակցությունների ֆոնին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ասել է, որ իրենց նպատակը Իրանի ղեկավարության անկումը չէ։ Իրանի ռեժիմի փոփոխության կամ նրա անկման հարցը նախ եւ առաջ Իրանի ժողովրդի գործն է։ Ես դա չեմ ներկայացրել որպես նպատակ։ Դա կարող է լինել հետևանք, բայց դա մեր հստակ կամ պաշտոնական նպատակներից չէ։ Նեթանյահուն պնդել է, թե իրենք ունեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները ոչնչացնելու Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը, անկախ նրանից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանա մասնակցել այդ գործողությանը, թե ոչ։ Իսկ Միացյալ Նահանգները կմիանա Իսրայելի հարձակումներին, թե ոչ, Թրամփը կորոշի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ Երեկվանից արևմտյան մամուլը փոթորկում են տարբեր աղբյուրներից տեղեկությունները, թե Միացյալ Նահանգները կարող է հարվածել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտին աշխարհի ամենահզոր ոչ միջուկային ռումբով։ Իսկ այսօր Իրանը հայտարարել է, որ հարձակումների նոր ալիք է սկսել Հայֆայում եւ Թել Ավիվում։ Իրանը հարվածել է իսրայելական բանակին կիբերանվտանգության ծառայություններ մատուցող IT ընկերության եւ Microsoft-ի գրասենյակներին։ Իսրայելը հաստատել է, որ իրանական հրթիռների հարվածներից հրդեհներ են բռնկվել, այրվել են մեքենաներ, վնասվել բնակելի տներ։ Ցախալը նաև հայտարարել է, որ գիշերը Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքեր են որսացել։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կանխել է Իսրայելի կողմից Իրանի արտաքին գործերի նախարարի դեմ մահափորձը, հայտնել է Արաղչիի խորհրդականը։ Աբբաս Արաղչին իրեն ավելի շատ հայրենիքի զինվոր է համարում, քան դիվանագիտական ծառայության ղեկավար։ Եթե ԻՀՊԿ-ի ձեռնարկած անվտանգության միջոցառումները չլինեին, գուցե մի քանի օր առաջ Թեհրանում նրա դեմ մահափորձ իրականացվեր, որը փառք Աստծո կանխվեց, էքսում գրել է Հոսեյն Ռանջբարանը։ Իսրայելի վարչապետը մինչև վերջ պայքարը տանելու մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել է, իսկ Իրանը գերտերությունների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մակարդակով հանդիպման է մասնակցելու։ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներն այսօր Ժնևում կհանդիպեն Աբբաս Արաղչիի հետ։ Օրակարգում Թեհրանի միջուկային ծրագիրն ու Մերձավոր Արևելքում պատերազմի զսպումն են։ Եվրահանձնաժողովի խոսնակը հստակ պատասխան չի տվել բանակցություններին Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կալասը մասնակցության կունենա, թե ոչ։ Մենք միշտ արտահայտել ենք մեր պատրաստակամությունը երկխոսության եւ բանակցությունների համար, ասել է նա։ Ակնկալվում է, որ եվրոպական նախարարների եռյակը հանդիպումից առաջ կհանդիպի Կալասի հետ Ժնևում Գերմանիայի մշտական ներկայացուցչությունում։ Վերլուծաբանները կարծում են, որ կողմերը կվերսկսեն երկխոսությունը հաշվի առնելով հակամարտության սրումը եւ կհամոզեն Իրանին տրամադրել հուսալի երաշխիքներ, որ նրա միջուկային ծրագիրը կրելու է բացառապես խաղաղ բնույթ։ Ժամանակավորապես իր դեսպանությունը Իրանից տեղափոխել է Ադրբեջան-Հունգարիան։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն հայտնել է, որ դեսպանատան 15 աշխատակիցներ եւ նրանց ընտանիքի անդամները մեկնել են Ադրբեջան։ Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյասկովը հայտարարել է, որ փակել են Թեհրանում իրենց դեսպանատունը եւ տարհանել դիվանագիտական անձնակազմն ու նրանց ընտանիքներն Ադրբեջան, Իրանի եւ Իսրայելի միջև լարվածության սրման պատճառով։ Իրանում Վրաստանի դեսպանատունը իր հայրենակիցներին խորհուրդ է տվել Իրանից դուրս գալ ցամաքային ճանապարհով Ադրբեջանի Աստարա, Հայաստանի Նորդուզ, Թուրքիայի Բազարգան կամ Թուրքմենստանի սահմանային անցակետերով։ Դիվանագիտական առաքելությունը միաժամանակ կոչ է արել Իրանից մեկնելու մտադրություն ունեցող բոլոր անձանց, նախապես կապ հաստատելու իրենց հետ եւ ստանալու անհրաժեշտ հրահանգները։ Ռուսաստանի կողմից գազի արդյունահանման օբյեկտների վրա հարվածների պատճառով Ուկրաինան ստիպված կլինի մեծացնել կապույտ վառելիքի ներկրումը։ Կառավարությանը հարցերի ժամի ընթացքում հայտարարել է էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն։ Պահեստների հետ կապված իրավիճակը շատ բարդ է, իրոք բարդ, նշել է էներգետիկայի գերատեսչության ղեկավարը։ Ըստ նրա պետք է կնքվեն մոտ 3 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագրեր, իսկ ռազմաճակատում ռուսական զորքերը շարունակում են համառորեն առաջ շարժվել։ Ռուսական զորքերը շարունակում են Կոպյանսկի ուղղությամբ գրոհը։ Վերջին ժամերին Հյուսիս խմբավորման ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Խարկովի մարզի Մոսկովկա բնակավայրի նկատմամբ։ Գյուղը գտնվում է Կուպյանսկի հյուսիս-արևմտյան ծայրամասում։ Կուպյանսկը ռուսները գրավել են պատերազմի սկզբից հաշված օրեր անց 2022 թվականի փետրվարի 27-ին։ Որպես տրանսպորտային հանգույց եւ Դոնբասի ուղղությամբ հետագա առաջխաղացման կետ համարվող քաղաքը ուկրաինացիները հետ գրավեցին նույն տարվա սեպտեմբերին։ Ուկրաինական ուժերը շարունակում են դրոնային հարձակումներ իրականացնել Ռուսաստանի տարբեր մարզերի վրա։ Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության վերջին 24 ժամվա ընթացքում հակաօդայինները որսացել կամ ոչնչացրել են 61 ուկրաինական դրոններ։ Ռուսական աղբյուրները հայտնել են նաև պատասխան հարվածների մասին։ Նշվում է, որ թիրախավորվել են զինամթերքի պահեստներին եւ զինվորականներին կուտակման վայրեր։ Ուկրաինական իշխանությունները հայտնել են ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի տարբեր շրջանների, այդ թվում Խարկովի, Դոնեցկի եւ Զապորոժիեի մարզերի շարունակական հրթիռակոծությունների մասին։ Թիրախները եղել են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, հայտնում են ուկրաինական աղբյուրները։ Գիշերը Օդեսան եւ Խարկովը հարվածային դրոնների զանգվածային հարձակման են ենթարկվել։ Օդեսայում հրդեհներ են բռնկվել։ 4 հարկանի շենք է փլուզվել, 23 հարկանին վնասվել, 600 մարդ տարհանվել է։ Նախնական տվյալներով հայտնի է 14 վիրավորի մասին։ Խարկովում վիրավորվել է 4 մարդ, վնասվել են բնակելի շենքեր, 1 ձեռնարկություն։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ երկխոսությունն անհրաժեշտ է։ Հաջորդ շաբաթ ենթադրաբար մենք կիմանանք հաջորդ փուլի ամսաթիվը, ասել է նա։ Կիևի ռեժիմը պահպանում է իր էությունը։ Մենք կշարունակենք աշխատել հասնելու այն նպատակին, որոնք դրվել են հատուկ ռազմական գործողության առջև։ Մեզ համար իդեալական տարբերակ կլիներ դրանց հասնելը քաղաքական դիվանագիտական միջոցներով։
Կրեմլի խոսնակը հայտնել է, որ այժմ անհրաժեշտ է համեմատել կողմերի արձագանքները հակամարտության կարգավորման պայմանների մասին հուշագրերի նախագծերին։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Գազայի հատվածում գիշերն Իսրայելի հասցրած օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ։ Կատարական Ալ Ջազիրա հեռուստաալիքը հայտնում է, որ նրանցից 23-ը զոհվել են, երբ իսրայելական բանակը գրակ է բացել Գազայի հատվածի կենտրոնական մասում մարդասիրական օգնության բաշխման կետում հերթում կանգնած մարդկանց վրա։ Եվս 11 պաղեստինցի զոհվել է Դեյր էլ-Բալլահ քաղաքի բնակելի շենքերի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով, որը նույնպես գտնվում է անկլավի կենտրոնական մասում։ Իսրայելը Գազայում նաև փախստականների ճամբար է ռմբակոծել, 15 մարդ զոհվել է։ Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Աթքյուրքարը հայտարարել է, որ Ադրբեջանի զինծառայողները կմասնակցեն Թուրքիայում անցկացվող անատոլիական արձի միջազգային զորավարժություններին։ Բացի Ադրբեջանից եւ Թուրքիայի զորավարժություններին կմասնակցեն Միացյալ Նահանգների, Կատարի, Հունգարիայի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի եւ Հորդանանի ցամաքային, ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի անձնակազմերը։ Դրանք կտևեն հունիսի 23-ից մինչեւ հուլիսի 4-ը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունիսի 19-ին իր ներկայացուցիչներն այց են իրականացրել Արմավիր քրեակատարողական հիմնարկ եւ խորհրդապահական առանձնազրույց ունեցել Սամվել Կարապետյանի հետ։ Գործարարին ներկայացված մեղադրանքին առնչվող հարցերի, այդ թվում փաստաբանների բարձրացրած, նաեւ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գիծերախոսահամարին ստացած ահազանգերի առիթով մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննական ընթացակարգ։ Նույն օրը պարզաբանումներ են պահանջվել իրավասու պետական մարմիններից։ Գրասենյակի ստացած ահազանգերը եղել են ավելի քան 40 ձերբակալված անձանց օրենքով սահմանված ժամկետից ավելի անազատության մեջ պահելու, մի շարք տրանսպորտային միջոցներ ոստիկանության հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ։ Մեր հասարակության մեջ վերարտադրողական տարիքի երիտասարդների շրջանում անպտղությունը հետևողականորեն աճ է արձանագրում։ Ինչ գործոններ են նպաստում ժողովրդագրական լրջագույն մարտահրավերներ առաջացնող այս խնդրի խորացմանը, ինչ է ձեռնարկում կառավարությունը այն չեզոքացնելու ուղղությամբ։ Խնդրի հետքերով գնացել է Մերի Դանիելյանը։ Հայաստանում անպտղության ցուցանիշը վերջին տվյալներով կազմում է 16.8%։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության 15%-ը համարվում է սահմանային ցուցանիշ, որն ազդում է երկրի ժողովրդագրության վրա սոցիալ-բժշկական խնդրից վերածվելով ազգային անվտանգության հիմնահարցի։ Հայաստանում անպտղության ցուցանիշը կանանց եւ տղամարդկանց պարագայում տարբեր է, ուրեմն կանանց շրջանում ուրեմն առաջնային անպտղությունը կազմում է 1.3%, երկրորդայինը 13%, տղամարդկանց առումով առաջնայինը 22% է, իսկ երկրորդայինը 17.6%։ Այս թվերը 2009-ի տվյալների հետ համեմատելիս նկատելի է երկրորդային անպտղության տոկոսային աճ, հատկապես տղամարդկանց պարագայում։ Իսկ ինչ է նշանակում առաջնային եւ երկրորդային անպտղություն, բացատրում է բժիշկը։ Երբ զույգը մեկ տարվա ընթացքում ապրում է կանոնավոր սեռական կյանքում առանց պաշտպանվելու եւ չի հղիանում, դա համարվում են առաջնային անպտղություն։ Երկրորդային անպտղությունն անվանում այն խնդիրը, երբ մեկ անգամ գոնը գրանցվել է հաղություն, դրանից հետո արդեն կինը չի կարող հղիանալ մեկ տարվա ընթացքում։ Անպտղության կարող են հանգեցնել բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են սթրեսը, ծխախոտի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Սրանք պատճառների լայն շրջանակի միայն մի մասն են։ Կարող են լինել եւ հորմոնալ փոփոխությունները, դիսֆունկցիաները, կանանց պարագայում դա կլինեն ձևազատման հետ կապված խնդիրները, տղամարդկանց պարագայում դա կարող է լինեն սերմնահեղուկի հետ կապված խնդիրները, դա կարող են լինեն բորբոքային պրոցեսները, կապված ոչ սպეციფიկ բողոքումներ, ինչպես նաև սեռավարակներով պայմանավորված։ Թեև խնդիրների ցանկը բավականին ընդգրկուն է, մասնագետները նշում են, որ կանխարգելիչ միջոցները կարող են զգալիորեն նվազեցնել անպտղության ռիսկը։ Առաջին հերթին առողջ ապրելակերպն է, զերծ մնալ տարատեսակ սեռավարակներից, տարբեր զուգընկերների ունենալուց, այսինքն անպաշտպան սեռական հարաբերությունից, որը հետագայում օրինակ ունեն մարդ սեռավարակ կարա տարատեսակ անպտղության հետ կապված խնդիրներ առաջացնի, եւ դե պրոֆիլակտիկ հետազոտություններ
2015-ից գործում է անվճար եւ արտոնյալ պայմաններով իրականացվող անպտղության հաղթահարման պետական ծրագիրը, որն ընդլայնվել է 2019-ին։ Նոր ձևաչափով ծրագրի շահառու կարող են լինել Հայաստանի քաղաքացի եւ Արցախից բռնի տեղահանված 2 տարի անպտղության ախտորոշմամբ 20-ից 40 տարեկան կանայք, 28-ից 42 տարեկան անզավակ կանայք, 1 երեխա ունեցող մինչև 36 տարեկան ամուսնական զույգերը, զոհված զինծառայողների ծնողները։ Ծրագիրն իրականացվում է մի քանի մասով։ Նշեմ, որ ծրագիրը իր մեջ ընդգրկում է մի քանի հատվածներ, դա վաճառագիտության ախտորոշումը եւ բուժումն է, հաջորդը դա սերմնավորման փորձերն են, արտամարմնային բեղմնավորման 1 փորձը եւ արտոնյալ պայմաններով արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձը։ Մեկ այլ կառավարության որոշմամբ սահմանվում են նաեւ այն հետազոտությունները, որոնք ներառված են տվյալ ծրագրի մեջ։ Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով ընդլայնման համար հիմք են ընդունում գործող ծրագրի չափորոշիչները։ Ծրագիրն ընդլայնելով արդյունքներն են ընդլայնում։ Ծրագրի շրջանակներում 2019 թվականից սկսած ծնվել է 1177 երեխա, որոնցից 94-ը զոհված զինծառայողների քույր եւ եղբայրներ են։ Միայն այս տարի հունվար-մայիս ընկած ժամանակահատվածում մենք ունենք արդեն 226 երեխայի ծնունդ, նրանցից 11-ը զոհված զինծառայողների քույր եւ եղբայրներ են։ Ռուզան Մարտիրոսյանը նշում է, կառավարության որոշմամբ գործում է եւս մեկ ծրագիր։ Նպատակը անպտղության ախտորոշում չունենալն է։ ԿԿԱ մարմիններում ամուսնությունը գրանցելուց հետո զույգերը 3 ամսվա ընթացքում կարող են դիմել իրենց համար առաջնային առողջապահական օղակներ եւ ստանալ որոշակի հետազոտությունների ու խորհրդատվությունների փաթեթ։ Մերի Դանիելյան, Ստեփան Տիգրանյան, Դավիթ Եղիազարյան, Reopen Media։ Ինչ կանեք դուք, երբ պարզեք, որ ձեր մուտքանունն ու գաղտնաբառը անհայտ պայմաններում հայտնվել են անհայտ անձանց մոտ։ Դե հիմա մի կողմ թողնենք անձնական երևակայություններն ու առանց ավելորդ հուզմունքի պատկերացնենք 16 միլիարդ մուտքանունների եւ գաղտնաբառերի արտահոսքի հետևանքները։ Խոսքը Apple, Google, Facebook, Instagram, GitHub, Telegram եւ նույնիսկ պետական պորտալների հաշիվների մասին է։ Սա պատմության մեջ ամենամեծ ծավալվող տվյալների գողությունն է։ Հետևանքները կանխատեսելի են՝ անձնական տվյալների գողություն, ֆինանսական կորուստներ կամ նույնիսկ անձնական նամակագրության արտահոսք։ Մոնիկա Հայրոյանն է ներկայացնում մեդիագրագիտության եւ մեդիակողոպուտների պատմության հետևանքները։ Համացանցում հրապարակվել է պատմության ամենամեծ ծավալով գողացված տվյալների բազան, ավելի քան 16 միլիարդ մուտքանուն եւ գաղտնաբառ։ Ըստ Forbes-ի ցանկում ներառված են Apple, Google, Facebook, Instagram, GitHub, Telegram եւ այլ հայտի հարթակների օգտատերերի հաշիվներ։ Այս գաղտնաբառերը նախկինում արտահոսքերում չեն եղել։ Խոսքը թարմ, նոր ստացված տվյալների մասին է, որոնք հնարավոր է հավաքագրվել են վերջերս իրականացված լայնածավալ հարձակումների կամ համակարգային խոցելիության արդյունքում։ Սակայն ըստ մեդիա փորձագետ Արթուր Պապյանի դեռ շատ բան պարզ չէ եւ շատ տվյալներ կարող են կրկնվել։ Ասել, որ սա պատմության ամենավտանգավոր արտահոսքն է, ես չէի ասի, քանի որ մենք առայժմ գործ ունենք ընդհանրապես պնդման հետ եւ դեռևս թե որոշակիորեն լուրջ լրատվամիջոցներ արդեն խոսում են այս արտահոսքի մասին եւ ենթադրաբար տեսել են ինչ-որ տվյալների քանակություն, ամեն դեպքում մենք նույնիսկ հենց հեղինակներից չունենք ամփոփ տվյալներ, քանի մարդու է սա վերաբերում, կոնկրետ որքանով է այս տվյալների խումբը թարմ։ Ֆիշինգային հարձակումների մեծ մասը սկսվում է բաց աղբյուրներից տվյալների հավաքագրմամբ, open source investigation մեթոդով։ Հաքերները հրապարակային տեղեկատվության հիման վրա ստեղծում են ավելի վստահելի եւ նպատակային խաբեության սխեմաներ։ Երբ հանցագործները փորձում են բաց տվյալներից, այսպիսի տարբեր արտահոսքերում հայտնված տվյալներից իմանալ ինֆորմացիա տվյալ մարդու մասին, կազմել իր մասին ամփոփ պատկերացում, ինչպիսի գաղտնաբառեր է այդ մարդը սիրում օգտագործել, ինչպիսի օգտահաշիվներ ունի, իր լոգիկան հասկանալ եւ դրա հիման վրա գեներացնել կոնկրետ մարդուն թիրախավորող, այսպես ասած, գաղտնաբառերի փոքրիկ շտեմարան, բառարան, որով կսկսի շարունակել հարձակումը իր պրոֆիլների վրա։ Արթուր Պապյանը հորդորում է լինել առավել զգոն օգտագործելով երկփուլային նույնականացում, յուրաքանչյուր օգտահաշվի համար սահմանելով եզակի գաղտնաբառ։ Նաև ստուգել արդյոք ձեր տվյալները հայտնվել են արտահոսքում, օրինակ haveibeenpwned.com կայքի միջոցով։ Նույն գաղտնաբառը տարբեր տեղեր վերօգտագործած մարդիկ հայտնվում են լուրջ խնդրի առաջ, որտեղ իրենց բոլոր օգտահաշիվները հայտնվում են խնդրի առաջ, հանցագործների ձեռքում։ Այս առումով շատ կարևոր է, որպեսզի մարդիկ
նախ օգտագործել յուրահատուկ գաղտնաբար ամեն մի առանձին վերցված օգտահաշվի համար եւ նաեւ կիրառեն երկգործոն, բազմագործոն նույնականացում, այսինքն դա նույնականացման մի ձև է, երբ որ գաղտնաբարից բացի պահանջվում է եւս մեկ գործոն։ Այս արտահոսքը եւս մեկ անգամ ահազանգում է, ոչ ոք ապահովագրված չէ կիբերհարձակման վտանգից։ Խարդախները գողացված տվյալները կարող են օգտագործել տարատեսակ նպատակներով՝ օգտատերերի անունից կեղծ հաշիվներ բացելուց, վարկեր վերցնելուց մինչև անձնական նամակագրության հրապարակման շանտաժ։ Անձնական տվյալների պաշտպանությունն արդեն ընդամենը տեխնիկական հարց չէ, այլ ամենօրյա անհրաժեշտություն։ Յուրաքանչյուր օգտատեր պետք է պատասխանատվություն կրի իր թվային անվտանգության համար, սկսելով մի պարզ քայլից՝ փոխել գաղտնաբառերն այսօր։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի տարածքի ցիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին որոշում է կայացվել։ Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը բխում է Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման եւ կենսաբազմազանության պահպանության պահանջից։ Սևանա լճում ցիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է ցիգի կենսազանգվածի աճ, սակայն աճի միտումը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում։ News լրատվականի հաջորդ թողարկումը ժամը 18-ին է։ Հետևեք բազմալեզու լրատվության մեր սոցիալական հարթակներում ժամը 21-ի թողարկումից հետո։ Տաղավարում աշխատեց Սոնա Թումանյանը, մինչև հանդիպում։